Զուրաբյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հայտարարեց, որ ընդդիմությանը որպես միավորող ուժը տեսնում գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ղեկավարած ուժը, սա ինչպես կմեկնաբանեք, կան այսպես տեսակետներ, հարցադրումներ, հնարավոր է ՀԱԿ-ը միանա Սամվել Կարապետյանին։ Ինչ խոսեք ասում։ Իմ կարծիքը հետևյալն է, առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից։ Ինքը այնուամենայնիվ ավելի շատ ոնց որ ստանձնել է պատրիարխի դեր քաղաքական մեր կյանքի երրորդ հանրապետության հիմնադրի դեր եւ փորձում է ապահովել ընդդիմության համախմբում, որը թույլ կտա հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Այս ֆունկցիան, այս հանձնարարությունը ինքը ստանձնել է, եթե դա իրեն հաջողվի, իհարկե մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը դա կարևորագույն խնդիր է, կարևորագույն առաքելություն է, որպեսզի մենք լուծենք հանրապետության առաջ այս ահավոր մարտահրավերները եւ այս ղեկավարությունից ազատվենք։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, մենք նաեւ հասկանում ենք, որ այդ առաքելությունը կարող է չստացվի եւ իսկ մենք ունենք մեր ասելիքը, մենք ունենք մեր ծրագիրը, ասելիքը, մենք դրա համար ձևակերպել ենք մեր ընտրարշավի կառույցները եւ ակտիվորեն եթե նկատել եք մասնակցում ենք արդեն այդ ընտրարշավին եւ մենք շարունակելու ենք այդ գործը։ Կստացվի, եթե առաջին նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, դեպքում միասնաբար կպայքարենք, շատ լավ է։ Եթե չստացվի, դեպքում միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև ասում եմ նորից, մենք ունենք մեր պատկերացումները, թե որ ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում։ Մենք ունենք մեր պատկերացումները, թե ընդհանրապես ոնց պիտի Հայաստանը հանենք այս ահավոր իրավիճակից։ Զուրաբյան, այսինքն ես մի բան ասեմ։ Մենք իրականում իսկապես շատ լուրջ առաքելություն ունենք, որը որևէ քաղաքական այլ ուժ նույն արդյունավետությամբ չի կարող իրականացնել։ Դա Նիկոլ Փաշինյանը, գիտեք, հիմա մտնելու է այդ գլխավոր խաղակարտը հայտարարելով, հռչակելով իբր իր կողմից բերած խաղաղությունը։ Խաղաղության դաշտում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտության դաշտում միակ քաղաքական ուժը, որի դիրքորոշումները 91-ից սկսած եղել են հետևողական եւ որը մերժվել է, եկեք հիշենք, ամբողջ քաղաքական դաշտի կողմից տասնյակ տարիներ շարունակ, եղել ենք մենք, ընդ որում նույն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ մեր ուժի քննադատությունը շատ ավելի վստահելի է, քան թե այն ուժերի քննադատությունը, որոնք ժամանակին այնպիսի դիրքորոշումներ են ունեցել, որոնք կարող են մատուցվել նաև որպես պատերազմը գրգռող, պատերազմ հրահրող ուժերի դիրքորոշումներ։ Հետևաբար ոչ մեկի քննադատությունը այդքան ուժեղ այդքան չի թույլատրի Նիկոլ Փաշինյանի դիրքերը, ինչքան մեր քննադատությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ի սկզբանե հետևողականորեն ասել ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի, որ Նիկոլ Փաշինյանը տարավ մեզ դեպի աղետ, չընդունելով 2019 թվականին Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված խաղաղության պլանը։ Ինքը ըստ էության մեր դաշնակիցներին, Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային ուղղակի մերժեց եւ ավելին քանդեց այն զսպման մեխանիզմը, որը Մինսկի խումբը ցույց էր տալիս, ինչը բերեց ի վերջո Ադրբեջանի այդ ագրեսիայի եւ բոլոր այն կորուստներին, որ մենք ունեցանք Արցախի ոչնչացմանը եւ այլն եւ այլն։
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը դա այդ ամեն ինչի ոնց որ տրիգերը լիներ։ Հիմա մենք եկեք հիշացնենք բոլորին 2019 թվականին մենք էինք ասում, որ Մինսկի խմբի համանախագահության պլանը պետք է ընդունվի։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանը բոլորից էլ ավելի աղմկալի ձևով մերժում էր դա։ Այս առումով ասում եմ մենք շատ լուրջ ասելիք ունենք կապված խաղաղության խնդիրների հետ։ Այն խաղաղությունը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իբր մեզ մատուցել որպես խաղաղություն, դա այդպիսինը չի։ Դա իրականում բան է, մի մոդել է, որը բերելու է մեր բացարձակ կախվածությանը Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական ճնշումներից։ Մենք առաջարկում ենք ուրիշ մոդել, այսպես կոչված Trip plus BRICS մոդելը, որը բազմաթիվ անգամ բացատրել ենք, ներկայացրել ենք, որը կբերի հավասարակշռության եւ երկարաժամկետ խաղաղության։ Այս մեսեջները շատ կարևոր են։ Ես չեմ խոսում, որ մենք խոսում ենք տեխնոլոգիական հեղափոխության մասին, մենք խոսում ենք կիսանախագահական համակարգի վերականգնման մասին, ինչպես նաեւ արդարադատության համակարգը գործադիր իշխանության տակից հանելու մոդելներին, որը իրականում կբացառի նաեւ այ մարտի 1-ի նման դեպքերի կրկնությունը ապագայում։ Սա է, մենք ունենք ասելիք, մենք ունենք պատկերացումներ, շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք ընդդիմությանը միավորել այս ծրագրերի շուրջ, պատրաստ ենք անգամ գնալ որոշ կոմպրոմիսների, հանուն համախմբման։ Այսինքն այդ ներուժը տեսնում եք Սամվել Կարապետյանի շուրջ համախմբման մեջ։ Ես ասում եմ, առաջին նախագահը փորձում է հիմա միավորել, համախմբել ընդդիմությանը եւ եթե հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք։ Եթե չի հաջողվում, մենք մեր անելիքը տեսնում ենք ու անելու ենք։ Իսկ արդեն հանդիպումներ, քննարկումներ կան։ Հանդիպումներ միշտ էլ ունեցել ենք, խոսել ենք, ամեն ինչ ընթացքի մեջ է։